Աղվեսը, Սարյակը և ագռավը։ Լատիշական հեքիաթ։ Մի անգամ գարնանը Սարյակը բույն է շինում կեչու վրա և ձագ էր հանում։ Երբ ձագուկները բավական մեծացել էին, կեչու մոտով պատահաբար անցնում է աղվեսը։ Նայում է վերև, տեսնում է ծառի կատարին բույն կա, մեջն էլ Սարյակի ձագեր։ Կանգնում է ու մտածում. համեղ պատառ են, բայց ինչպես հասնեմ նրանց։ Մտածում ու որոշում է խաբել Սարյակին։ Բոլորն արդեն ցանքը արել վերջացրել են, իսկ ես դեռ նոր արոր էլ չունեմ, ասում է նա ծեր Սարյակին։ Մնում է, որ այս կեչին կտրեմ արոր շինեմ։ Աղավնյակս մի կտրիր ծառը, աղաչում է Սարյակը, իմ ձագուկները դեռ փոքր են, ուր պիտի գնանք։ Բայց իմ ինչ գործն է, դե մեկին տուր ինձ, որ ծառը չկտրեմ, թե չէ կկտրեմ, հա, ասում է աղվեսը։ Շատ է տխրում Սարյակը, բայց ինչ անի, ստիպված պիտի մի ձագին տա, բայց որին, որ մատդ էլ որ կտրես կցավա։ Մեկ էլ հանկարծ գալիս է ագռավը։ Մի վախեցիր Սարյակիկ, մխիթարում է նա, աղվեսը կացին չունի, որ կեչին կտրի։ Ահա իմ կացինը, պատասխանում է աղվեսը և թափահարում է պոչը։ Սարյակը հասկանում է, որ աղվեսը իր այդ կացնով ոչ մի բան էլ չի կարող կտրել։ Դե լավ, կտրիր, ասում է նա, բայց դե պոչով ծառ կկտրվի։ Շատ է զայրանում աղվեսը, զայրանում է շատախոս ագռավի վրա և որոշում է վրեժ լուծել նրանից։ Միայն թե ինչպես։ Վազում է նա և փռվում բլրի վրա։ Բլրի մոտով թռչելիս ծեր ագռավը տեսնում է, որ աղվեսը սատկած ընկած է։ Իջնում է նա աղվեսի մոտ և հենց պատրաստվում է կծել, աղվեսը հափ ուտում է նրան։ Բռնվեցիր խորհրդատու, ասում է, հիմա ես քո հախից կգամ։ Միայն թե ինձ հետ այնպես չվարվես, ինչպես արեցին քեռուս հետ, խնդրում է ագռավը։ Իսկ ինչ արեցին քո քեռուն, հարցնում է աղվեսը։ Դե նրան մտցրին անիվի շուղերի արանքը և սարից ցած գլորեցին։ Աղվեսը որոշում է ագռավի վերջը տալ այնպես, ինչպես վերջ են տվել նրա քեռուն։ Ինչ-որ տանից մի անիվ է ճարում։ Ագռավին մտցնում է շուղերի արանքը և սարից գլորում ցած։ Իսկ ագռավն ինչ է լինում, հա։ Իհարկե ոչինչ։ Աղվեսը նրան շուղերի արանքն է մտցնում մի կողմից, իսկ նա մյուս կողմից դուրս է թռչում։ Հենց այդ ժամանակ էլ աղվեսը գլխի է ընկնում, որ ագռավն իրեն խաբել է, և շատ է փոշմանում, որ չկերավ նրան։